Այսօր ստեղծվածների հետ միասին տոնելով հարսնացավ Սուրբ եկեղեցին, ուրախությամբ ենք տոնում անապական, անարատ, կույս աստվածամորտուն տոնը, որի համար սերոբեական ձայնով երգում ենք քեզ, սրբությունների Սուրբ, մշտնջենական փառաբանությամբ։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, սիրելի հավատացյալներ, քարոզիս այս հրաշք բնաբանը վերցրել եմ օրվա շարական վարդապետի գրած տողերից, ուր փառաբանվում է, գովերգվում է, պատկերվում է, տեսանելի է դարձնում, թե ով է Սուրբ Աստվածամայրը։ Սիրելի հավատացյալներ, այսօր մեր Սուրբ եկեղեցու տոնացույցի համաձայն հիշատակում տոնակատարում ենք Սուրբ Տիրամոր Աստվածամոր տուփի գտնվելու տոնը, որպես որ տոնի հին հայերեն, ինչպես որ տոնի հին հայերեն գրափարյան ձևն է հնչում այսպես. Գյուտ տփո սրբու ո Աստվածածնի։ Աստվածածնի տուփը, որտեղ պահվում էր Տիրամոր գլխանոցը, հայտնաբերվել էր դարեր առաջ Երուսաղեմում մի հրյա կնոջ տանը, եւ այդ տուփի զորությամբ հիվանդներ էին բժշկվում։ Տուփը Երուսաղեմից բերվում է Պոլիս եւ Կոստանդնապոլսի պատրիարքը օրվա տուփը տեղադրում է Սուրբ Աստվածածնին անունը կրող եկեղեցում եւ հաստատում Սուրբ Տիրամոր Աստվածածնի տուփի գտնվելու տոնը։ Սուրբ Տիրամոր սրբությամբ լեցուն կյանքի օրինակը դարեր շարունակ կերտել, ձևավորել է իրական քրիստոնյայի նկարագիրը եւ դիմագիծը։ Աստվածածնին հրաշագործություններով այսօր էլ սիրելի հավատացյալներ, մեր բոլորի Տիրամայրը շարունակում է իր հոգևոր ներկայությունը, ներգործությունը ունենալ մեր ժողովրդի կյանքում։ Սուրբ Կույս Աստվածամայրը հայ եկեղեցու համար դարեր շարունակ եղել է մեծագույն հարգանքի առարկա, բացառիկ անձ։ Այդ պատճառով է, որ Աստված նրա հոգու մեջ տեսել է մաքրակենցաղ ապրում եւ մաքրամաքուր խորան, եւ այդ Սուրբ խորանի մեջ ծնվեց մեր Տեր Հիսուս Քրիստոս Աստծո որդին։ Ահա այս պատճառով է, որ նա Աստվածամայրը սիրելի եւ մեծ բարեխոս մեր բոլորի մայր ընկալվում ինքը Աստվածամայրը։ Մայրության իրական ու իսկական նկարագիրը մեր ժողովրդի կյանքում թելադրող օրինակելին միշտ է եղել եւ կլինի Տիրամայրը։ Եվ այս առումով, որ մայրությունը բոլոր կոչումների բարձրագույն կոչումն է եղել մեզանում։ Հենց այն, որ կնոջից է ծնվում մարդ արարածը, սա ինքնին հրաշքի մասին է խոսում։ Այսօր ահա մենք երանի ենք տալիս Տիրամորը, երանի ենք տալիս, քանի որ նա իր կյանքում հավատարիմ մնաց Տիրոջը եւ Տիրոջ օրենքներին։ Հավատարիմ եւ հնազանդ եղավ, իր պարզ խոսքով հենց Տիրամայրը ասում է, որ ես ընդամենը Տիրոջ աղախինն եմ եւ պատրաստ եմ կատարել Տիրոջ կամքը։ Ուրեմն երանի մեզ, եթե կարողանանք մեր հոգու աղքատությամբ Աստծուն փնտրել եւ Աստվածամոր բարեխոսությամբ հարստանալ, ձգտենք մեր հեզությամբ եւ խոնարհությամբ Տիրոջը ծառայել, կարողանանք մեր սիրտը մաքրել, արդարության եւ խաղաղության ճանապարհին կանգնել։ Սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, դարեր շարունակ քրիստոնյա աշխարհը
Մարիամ Աստվածածնին համարում է մայրության, կանացիության խորհրդանիշ, եւ ինչ որ կապված է Աստվածամոր հետ, արտացոլում են կանացիությունը, արտացոլում են նրբությունը, ջերմությունը, քնքշությունը, հնազանդությունը եւ այն ամենը, ինչ բնորոշ է հայ կնոջը, այն ամենը, ինչ բնորոշ է մորը եւ այն ամենը, ինչ բնորոշ է մեր քույրերին։ Եվ այսօր կոչված ենք մեր խոնարհումը բերելու այդ կանացիության, մայրության, մեր հարգանքը մատուցելու եւ մեր աղոթքը բարձրացնելու առ Աստված, որպեսզի մեր հոգիներում մշտապես զորանա հարգանքը մայրության նկատմամբ։ Մեր հայ իրականության մեջ կանանց կարևորագույն եւ գլխավոր պարտականությունը եղել է ընտանիքի օջախի պահպանությունը, ընտանիքի սյուն լինելը։ Այսօր սակայն 21-րդ դարում կինը բոլոր ասպարեզներում ունի իր կարևոր եւ արժեքավոր դերը, գործառույթը մեր բոլորի կյանքում, քաղաքական, կրթական, ընկերային, հասարակական հարթակներում կանայք գրեթե բոլորը գերազանց կատարում են իրենց ստանձնած բոլոր աշխատանքները։ Եկեղեցին իհարկե չի արգելում, որ ընդհակառակը խրախուսում է կանանց մասնակցություն այս բոլոր ասպարեզներում եւ նրանց ներգրավվածությունը մեր ժողովրդի ծառայության ամենատարբեր ոլորտներում։ Բայց մեր եկեղեցին առավել խրախուսում եւ քաջալերում է, որ կանայք հատկապես կոչված լինեն իրենց հիմնական սուրբ առաքելության իրականացմանը, ընտանիքի սրբության, անաղարտության պահպանման գործում։ Կնոջ դերը իր իսկական եւ բարձրագույն իմաստով դրսևորվել է Աստվածամոր կերպարի մեջ։ Հայ մայրը իր հիմնական դերն է կատարում ընտանիքի եւ ընտանիքում երեխաների անհատականության ձևավորման գործում։ Աստվածամայր Մարիամը սիրված էր եւ մեծ ակնածանք էր վայելում առաքյալների եւ առաջին քրիստոնյաների կողմից, որովհետեւ նրա անձի մեջ խտացված արտահայտվում էր մայրության բարձրագույն դրսևորումը, ինչպես մեր եկեղեցականներից մեկն է բնութագրել մոր մասին, հայ մոր մասին ասելով հետևյալը. ընտանիքը նման է եկեղեցու, որի քահանան մայրն է։ Եթե կարդանք եւ իմանանք հայ ժողովրդի քրիստոնեական պատմությունը, մեր եկեղեցու առաջին վկան ով է եղել։ Եղել է կին, Սուրբ Սանդուղտը, Սանատրուկ թագավորի դուստրը, որին քրիստոնյա էր դարձրել Հիսուսի առաքյալներից Թադեոսը։ Կանայք վճռորոշ ազդեցություն են ունեցել հայ եկեղեցու ձևավորման գործում։ Սուրբ Հռիփսիմեն, Գայանեն, Մարինեն եւ նրանց հետ մյուս 32 կույսեր սկիզբ են դրել հայոց մեծ դարձին դեպի քրիստոնեություն։ 4-րդ դարի սկզբում երկու կին գլխավոր դեր են ունեցել Հայաստանում քրիստոնեության կրոնը ընդունելու գործում։ Աշխեն Թագուհին եւ Տրթատարքայի քույրը Խոսրովադուխտը։ Իսկ 5-րդ դարում պատմիչ Եղիշեի խոսքերով նախարարների փապկասուն տիկնայք խռովություն բարձրացրեցին եւ ընդվզեցին այն տղամարդկանց դեմ, ովքեր մինչև ավարայրի ճակատամարտը Պարսից թագավորի առջև ուրացել էին քրիստոնեական հավատը եւ ընդունել էին կրակապաշտական կրոնը։ Նույն 5-րդ դարի սկզբում
մեկ ուրիշ կին դառնում է ոսկեդարի առաջացման դեմքերից մեկը, ձվիկը, ազնվական ընտանիքից սերված երևելի տիկինը, որը հետևում էր պատանի հայ իշխանների կրթությանը և նրանց քրիստոնեական հավատքի դաստիարակության գործում։ Սիրելի հավատացյալներ, քրիստոնեական հավատքի մեր դարավոր փորձը մենք հիմա պարզ կարող ենք և կարող ենք ասել, որ կինը իրոք չի կարող համարվել իբրև թույլ սեռ, առաքինի, պատվասեր, սրբություն հարգող, պահող և գնահատող կինը հազար անինքնասեր և թուլամահոր տղամարդ արժի։ Միշտ հայ մայրերը իրենց զավակներին կրթել և դաստիարակել են հայրենասիրությամբ, կրթել և դաստիարակել են սիրել եկեղեցին։ Ինչ է կարելի և ինչ չի կարելի, հայ զավակը միշտ լսել է ու տեսել, սովորել է իր ծնողներից, սովորել է ավանդապաշտություն, սովորել է արժանապատվություն, մեր գենի մեջ միշտ եղել է և նստած է, և այդ տեսել ենք և սովորել ենք բոլորս ժամանակին, որ մեծին պիտի հարգել, որ կարիքի մեջ գտնվողին պիտի ձեռք մեկնել, որ բարին լավ բան է, որ բարի գործողին սիրում և գնահատում են բոլորը և օրինակ վերցնում նրանից։ Սիրելի մայրեր, սիրելի քույրեր, աղջիկներ, հարգարժան մեզ տիկնած միություն, մեր երկշախմբի աղջիկներ, Աստվածամոր, ինձ համար Աստվածամոր յուրաքանչյուր տոն առիթ է ձեզ բոլորին շնորհավորելու, մեզ բոլորին շնորհավորելու, այն մեծ սրբությունը, այն մեծ մաքրությունը, հավատքի ջերմեռանդությունը, որ արտահայտվեց ու այսօր էլ բարեխոս է մեզ համար Տիրամորը, Տիրամայրը թող այսօր դառնա ձեզ համար ոգեկոչման, գոտեպնդման, զորացման, առիթ էլ ավելի ամրանալու, էլ ավելի սրբությամբ լցվելու համար։ Այսօր առավել քան երբևէ մեզ պետք է միասնություն, միավորում, ազգասիրություն, մոտենալ Աստծուն, սիրել եկեղեցին, ապրել Տիրոջ կամքով, աղոթներ լսենք և ոչ թե անիծենք, հայոյենք։ Այսօր շատ կանայք, հայ կանայք զարմանալիորեն սկսել են շատ հայոյել։ Ավելի շատ մտածենք մեր հոգիների փրկության մասին։ Մեզ անհրաժեշտ է հոգևոր Հայաստան, ավանդություն սիրող, հարգող և պաշտող Հայաստան, ազգայինը սիրող և պահող Հայաստան, մեր տեսակը հարգող և պահող հայ մարդ, և սա է Աստված պահանջում մեզանից, այլապես հավատացեք կկորցնենք շատ բաներ։ Սիրելի հավատացյալներ, եկեք խնդրենք, որ բոլորիս Տիրամոր, Աստվածամոր բարեխոսությամբ և իր բարեխոսությունը, օգնությունը մեզ և մեր երկրի խաղաղության, մեր ընտանիքների ամրության, մեր զավակների օրհնության և Քրիստոսի ճիշտ ճանապարհին լինելու համար ասելով. Սուրբ Տիրամայր, Աստվածածին, մեր Մայր, ինչպես միշտ, այսօր և վաղն էլ եղիր օգնական Հայոց աշխարհին, բարեխոսիր մեր Տեր Հիսուս Քրիստոսի առջև, մեր փրկության, մեր անսասանության, մեր հարատևության համար, որին փառք հավիտյանս հավիտենից, ամեն։